Ողջույն, այսօրվա իմ ոդկասթի թեման մի փոքր տարբերվում է նախորդ իմ ոդկասթի թեմաներից, որովհետև այսօր խոսելու ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները արտերկրում։ Աննա ջան, կասեք, թե որն է այն ամենաշատ իրավական խնդիրներ ունեցող թեման, որով որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները առնչվում են արտերկրում, մասնավորապես օրինակ Գերմանիայում։ Շնորհակալություն նախհրավերի համար։ Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները հիմնականում, եթե խմբավորենք, մի քանի խումբ իրավական խնդիրների են առնչվում։ Ամենատարածված թերևս խնդիրը դա միգրացիոն եւ կացության կարգավիճակի հետ կապված խնդիրներն են, որոնք ծագում են միայն այն պատճառով, որ մարդիկ հաճախ մտածում են կարևոր է միայն տվյալ երկիր հասնելը։ Եվ մնացածը արդեն տեղում կկարգավորենք, մնացածը տեղում կպարզվի, ինքնըստինքյան կլուծվի եւ այլն, ինչի ամենասխալ մոտեցումն է։ Երկրորդը հարկային ֆինանսական խնդիրների խումբն է, երբ առավել եւս հիմա 2023 թվականից Հայաստանը միացել է CRS համակարգին, ֆինանսական տեղեկատվության ավտոմատ փոխանակման համակարգին, առավել եւս այս պայմաններում շատ կարեւոր է ունենալ հարկային գրագիտությունը։ Երրորդ խումբը խնդիրների կապված են ամուսնական, ընտանեկան, ժառանգական հարցերի հետ, երբ արկա է միջազգային տարր, արդեն գործում են բարդ իրավական կանոններ, երկու պետությունների իրավական համակարգերի հետ կապված։ Երրորդ խումբը միջազգային որդեգրման գործերն են, բավականին բարդ գործեր, երբ որդեգրողը օտարերկրյա քաղաքացի է, որդեգրվողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եւ բացի իրավական խնդիրներից շատ հաճախ դիմում են իրավական ուղեկցման նաեւ պարզապես որևէ գործողության, գործարքի համար իրավական ուղեկցում ստանալու լիազորագրի միջոցով Հայաստանի Հանրապետությունում կամ պարզապես պայմանագրերի կազմման, բովանդակային ձևակերպումների եւ այլնի հետ կապված։ Հիմնականում սրանք են իրավական հարցերն են, որոնցով դիմում են քաղաքացիները։ Ի ուրախություն մեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս հիմա բավականին ծառայությունների լայն շրջանակ արդեն հասանելի է նաև առցանց հարթակներում, այսինքն աշխարհի ցանկացած ծայրից ամենաանհրաժեշտ փաստաթղթեր, ամենաանհրաժեշտ վկայականներ, ծննդյան վկայականներ, ամուսնության վկայականներ, ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվներ, սրանք այն փաստաթղթերն են, որոնք ամենահաճախն են անհրաժեշտ լինում քաղաքացիներին դրսում, եւ այդ բոլոր վկայականները, տեղեկանքները հնարավոր է առցանց տարբերակով ստանալ առանց դեսպանատուն այցելելու ու բավական լայնորեն կիրառվում են դրսում բնակվող հայերի կողմից, ինչը միայն ողջունելի է։ Իսկ կարիք կա, որ յուրաքանչյուր խնդրին առանձին անդրադառնանք, դուք նշեցիք միգրացիոն խնդիրները, գալիս են Գերմանիա, ասում եք, որ մինչև այդ շատ քիչ խնդիրներ կարող է առաջանալ ու դրանից հետո է արդեն սկսվում ամենամեծ խնդիրները։ Կարևորը թե ինչ տարբերակով են գալիս, եթե ունեն հստակ օրինակ աշխատանքային վիզայով են գալիս կամ որևէ ուսումնական ծրագրով են գալիս եւ արդեն իրենց համար կա տեսլականը, թե իրենք ինչ կացության կարգավիճակ են ունենալու երկրում, այս մասով մենք խնդիր չունենք, բայց երբ քաղաքացին պարզապես ցանկանում է փոխել իր բնակության երկիրը ու ինչ որ ճանապարհով ուղակի հասնում է եվրոպական որևէ երկիր, խնդրում ապաստան ու առանց ունենալու իր հետագա քայլերի հաջորդականությունը անկա, առանց ծանոթանալու տվյալ երկրի միգրացիոն օրենսդրության նրբություններին եւ այլն, այստեղ արդեն ունենում ենք խնդիր, որովհետեւ քաղաքացին մոտենում է, խնդրում ապաստան, առանց անգամ նախապես պատրաստ լինելու ուսումնասիրել, թե իրենից ինչ փաստաթղթեր է պահանջելու պետությունը, պետական մարմինները իրենից ինչ ձևով են պահանջելու փաստաթղթերը, դրանք պիտի թարգմանվեն, պիտի ապոստիլարվեն, դրա համար միշտ նախապես պետք է խորհրդակցել կամ ուսումնասիրել կամ խորհրդակցել կոմպետենտ մասնագետի հետ միգրացիոն ուղղվածության, որպեսզի հետագան լինի տեսանելի։ Ես գիտեմ, որ դուք զբաղվում եք նման դեպքերով, նման գործեր ունեք ձեր վարույթում, կասեք օրինակ ինչ փաստաթղթեր է պետք Գերմանիայում ու մնացած երկրներում նույնն է թե տարբեր են փաստաթղթերի շրջանակը։ Չէ, փաստաթղթերի շրջանակը տարբեր է, կապ ունեն տարբեր նյուանսներ, դեպքերը բոլորը տարբեր են, իրավիճակները տարբեր են, որոշ մարդիկ գալիս են բուժման նպատակով, որոշ մարդիկ գալիս են պարզապես ֆինանսական խնդիրներից ելնելով, հետեւաբար յուրաքանչյուր իրավիճակին պետք է մոտենալ կոնկրետ մասնավոր դեպքի օրինակով։ Միգրացիոն խնդիրները պարզ են, դուք նշեցիք հարկային խնդիրների հետ կապված։ Ինչ
հարկային խնդիրների են բախվում քաղաքացիները։ Առաջին հերթին դա ենթադրություններով առաջնորդվելն է։ Ես նշեմ, որ 2023 թվականից Հայաստանի Հանրապետությունը միացել է ֆինանսական տեղեկատվության ավտոմատ փոխանակման CRS համակարգին, ինչ է սա իրենից ենթադրում։ Եթե պարզ մատչելի ձևով փորձեմ բացատրել, սա համակարգ է, որին միացել է ավելի քան 100-ից ավելի պետություն, եւ այս պետությունները պարտավոր են տարեկան կտրվածքով միմյանց միջև փոխանակել օտարերկրյա քաղաքացիների եւ օտարերկրյա հարկային ռեզիդենտություն ունեցող անձանց բանկային հաշիվների վերաբերյալ տվյալները։ Նման պայմաններում ինչու է սա խնդիր առաջացնում արտերկրում բնակվող քաղաքացիների համար, քանի որ եթե նախկինում Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող քաղաքացին կարծում էր, որ եթե ինքը միայն այն պատճառով, որ ֆիզիկապես չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում, չունի հարկային որևէ պարտավորություն Հայաստանի Հանրապետության նկատմամբ, դա միշտ չէ, որ այդպես է։ Առավել եւս հիմա, որովհետեւ եթե ֆիզիկապես գտնվում է այլ երկրում, բայց Հայաստանի Հանրապետությունում օրինակ ունի վարձակալության հանձնած գույք, որից ստացվող եկամուտը արտացոլվում ու երևում է հայկական բանկում բացված հաշվեհամարին, դա արդեն CRS համակարգով երևում է նաև արտերկրում։ Հետևաբար հարկումներից, սխալ հայտարարություններից, կեղծ տեղեկատվության հայտնումներից, նաև խուսափելու համար, այո, անհրաժեշտ է ճիշտ հայտարարել եւ ճիշտ հարկային քաղաքականություն որդեգրել։ Շատ քաղաքացիներ եվրոպական երկրներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ստանում են սոցիալական նպաստներ պետությունից եւ սոցիալական ծառայությունները, սոցիալական մարմինները պարտավոր են հետևել արդյոք ունեն եկամուտներ, ֆինանսներ եւ երբ հայտարարություն է տրվում, ընդ որում հայտարարությունը բանավոր չի տրվում, այլ գրավոր եւ ստորագրությամբ է տեղի ունենում, տրվում է հայտարարություն, որ մենք չունենք որևէ եկամուտ, չենք ստանում որևէ եկամուտ, չունենք գույք գրանցված եւ այլն եւ այլն։ Ու տարիներ հետո սա առաջացնում է խնդիր, երբ համակարգի միջոցով երևում է, որ իրականում կա գույք։ Այո, ու այստեղ խնդիրը ոչ թե պարզապես նպաստի դադարեցումն է կամ ուղղակի ինչ-որ սիմվոլիկ տուգանք է, այլ մի քանի տարի հետո շատ հավանական է, որ քաղաքացին ստանա մի քանի տարի հետ հաշվարկով գումարի կամ արդեն վճարված գումարների վերադարձի պահանջ, որը բնականաբար մի քանի տարվա կտրվածքով արդեն մեծ թիվ է կազմում ու լուրջ խնդիր դառնում։ Իսկ տվյալ երկրից վտարում այդպիսի պատժամիջոց։ Նման պատժամիջոցներ նախատեսված չեն, բայց կարևորը որպեսզի հայտարարագրումը կատարվի ճիշտ եւ նպաստի դադարեցումը, գումարային առումով տույժերի, տուգանքների ու գումարի վերադարձի պահանջը բացառվի։ Հարկային պարտավորություններից նաև կուզենանք խոսել, օրինակ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին արտերկրում ապրում է, նաև աշխատում է ու նաև աշխատանքի ընթացքում ծառայություն է իմացում, պայմանագիր է կնքում Հայաստանի Հանրապետության կազմակերպություններից որևէ կազմակերպությունից մեկի հետ, ու այստեղ հարկային պարտավորությունների խնդիր է առաջանում, թե ով պետք է հարկային, այսպես ասած, ում վրա է հարկային պարտավորությունները մնում։ Կներկայացնեք մի փոքր, որ ավելի ոնց որ պարզ լինի, հասկանալի լինի։ Տեսեք, հարկային ռեզիդենտության հարցը առաջին հերթին մարդը ինքն է հայտարարություն տալիս, թե որ երկրի հարկային ռեզիդենտ է հանդիսանում ինքը։ Բայց բանկերը բացի քաղաքացու հայտարարությունից հետևում են նաև ֆինանսական վարքագծին, քարտապանի, հաշվետիրոջ, այսինքն միայն այն, որ քաղաքացին հայտարարում է, որ ինքը այս կամ այն երկրի հարկային ռեզիդենտ է, դա բավարար չէ։ Եթե օրինակ Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաստանի բանկում բացել է հաշվեհամար ու հայտարարել, որ ինքը Հայաստանի հարկային ռեզիդենտ է, ապա տարիների ընթացքում, եթե բանկը նկատում է վարքագծից, որ օրինակ բանկային քարտով կատարվում են վճարումներ կոնկրետ մեկ օտարերկրյա պետության դեղատներում, սուպերմարկետներում, հանրային տրանսպորտի հետ կապված վճարումներ, կոմունալ կամ գույքի վարձակալության հետ կապված վճարներ, սա արդեն ինքնին հանդիսանում է ազդակ լրացուցիչ տեղեկություններ, պարզաբանումներ խնդրելու հաշվետիրոջից։ Քանի որ արդեն կան փաստական տվյալներ, բանկի համար փաստական տվյալներ են առկա, որ տվյալ քաղաքացին փոխել է իր հարկային ռեզիդենտությունը, ուստի կարիք կա թարմացնելու տվյալները։ Եվ եթե տվյալները չեն թարմացվում ու ամեն դեպքում ֆինանսական վարքագիծը մնում է կասկածելի, ապա բանկը տվյալ հաշվեհամարը արդեն վերցնում է որպես CRS համակարգին հաշվետու հաշվեհամար եւ
փոխանցում Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին եւ այդ փոխանակումը արդեն ոչ թե բանկ պետություն, այլ պետություն միջակայքում է այո տեղի ունենում, հետեւաբար հարկման ենթակա է առհասարակ համաշխարհային եկամուտը։ Կարևոր չէ, դուք կարող եք աշխատել տարբեր երկրներում, ծառայություններ մատուցել տարբեր երկրներում կազմակերպություններին եւ այլն, կարևորը միայն հայտարարագրել, այսինքն լինել հարկային ռեզիդենտ կոնկրետ երկրում եւ տվյալ երկրում հայտարարագրել մյուս երկրներում ունեցած բոլոր եկամուտները։ Ու կարիք չկա այստեղ վախենալու, սա պատժամիջոց չէ, CRS համակարգը պարզապես վերահսկողական գործիք է եւ թափանցիկության համար նախատեսված գործիք, ընդհանրապես կարևորը որպեսզի հայտարարագրվի եւ կան նաեւ կրկնակի հարկումը բացառող միջազգային պայմանագրեր, այո, միջազգային պայմանագրերը կան կրկնակի հարկումը բացառող, եթե օրինակ տվյալ երկրում հարկատեսակը տվյալ նախատեսում է օրինակ 24% հարկում եւ մյուս երկրում, որտեղ աշխատավարձն է օրինակ ստացվում 20% հարկում է նախատեսված, եթե արդեն իսկ վճարվել է 20%-ը տվյալ երկրում եւ առկա են ապացույցները, փաստերը, որ վճարվել է, ապա հաշվանցում է կատարվում, նվազեցում է կատարվում ու քո հարկային ռեզիդենտության երկրում դու արդեն վճարում ես տարբերությունը կամ ազատվում ես հարկերից, այսինքն վախենալ, չհայտարարագրել, մտածել, որ կրկնակի հարկման խնդիր կառաջանա, նման խնդիր իրականում չկա։ Այստեղ շատ կարևոր է կուզեմ նշել ֆինանսական եւ հարկային կարգապահությունը, որովհետեւ պետք է պահպանել բոլոր կնքված պայմանագրերը, հարկային քաղվածքները, հետագայում ապացուցելու համար հարկերի վճարման վերաբերյալ ապացույցները, այնպես որ հարկային ոլորտը այն ոլորտն է, որտեղ չիմանալը միշտ ամենաթանկն է նստում քաղաքացու վրա։ Իսկ այդ դեպքում, եթե պայմանագիրը կնքվում է երկու կողմ միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացու նաեւ այդ կազմակերպության դիմում ներկայացնելիս, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պայմանագիրը կնքելու պահին պետք է դիմում ներկայացնի, հա, կցելով նաև պայմանագիրը ու մնացած այլ փաստաթղթերը։ Հայտարարագրի եկամուտը այն երկրում, որի հարկային ռեզիդենտն է ինքը։ Պետք է հայտարարագրի, որ ինքը ստանում է եկամուտներ նաև այս երկրում, այսքան չափով վճարում է այնտեղ հարկեր, թե մնացածը արդեն պետական մարմինները իրեն կուղղորդեն։ Կարևոր է պարզապես հայտարարագրել եկամուտը եւ վճարել հարկերը այն երկրում, արդեն դա մասնագիտական գնահատման հարց է, մասնագետը կուղղորդի, թե ինչ տարբերակով է ճիշտ հարկերը վճարել։ Կախված երկրի երևի հարկային, հա, այո, կախված երկրի հարկային առանձնահատկություններից օրենսդրության։ Հա, որտեղ որ ավելի քիչ է հարկային պարտավորությունները, կարծում եմ այդ երկրում հարկային բնույթի խորհրդատվությունների ժամանակ հարցը պետք է տրվի ոչ թե ինչպես անեմ, որ ավելի քիչ վճարեմ հարկը, այլ ինչպես անեմ, որպեսզի ճիշտ լինի ու հետագայում խուսափեմ եւ կրկնակի հարցումից եւ տարատեսակ պատժամիջոցներից ու տուգանքներից, շատ ավելի ճիշտ է հարկային պարտավորությունների այսպես քարտեզագրումը ու ճիշտ մոտեցման, ճիշտ ռազմավարության ընտրությունը։ Ընդհանրապես եվրոպական երկրներում հարկային պլանավորումը շատ տարածված պրակտիկա է ու շատ կարևոր պրակտիկա է, որը նաև անդրադառնում է հիմա արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա։ Կարելի ասել ողջունելու, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները օգտվում են այդ։ Այո։ Դուք նաև նշեցիք, որ տարածված խնդիրներից է ամուսնաընտանեկան հարաբերությունները, կուզենայի, որ մի փոքր նաև ներկայացնեք դրանց մասին։ Ամուսնաընտանեկան հարցերի հետ կապված հիմնականում ամուսնությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ օտարերկրացու միջև, կամ արդեն գրանցված ամուսնությունների ամուսնալուծությունները, երբ ցանկանում են որևէ այլ երկրում գրանցել եւ այլն, այստեղ կուզեմ նշել, որ առաջին հերթին նախ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով պատրաստվում է ամուսնանալ օտարերկրյա քաղաքացու հետ, պետք է հոգեբանորեն պատրաստ լինի ամուսնական պայմանագրի կնքման առաջարկ ստանալուն, որովհետև մեզ մոտ Հայաստանում դեռ ամուսնական պայմանագրի կնքման առաջարկն անգամ իբրև վիրավորանք է ընկալվում եւ իսկ եվրոպական բոլոր երկրներում գրեթե շատ վաղուց ամուսնական պայմանագրի կնքումը ամենասովորական երևույթն է ու դրա պայմանագրի կետերի ու բովանդակության վերաբերյալ քննարկումները թե ամուսնությունից առաջ, թե ամուսնության ընթացքում ամենասովորական երևույթն են։ Ամուսնական պայմանագիրը ամուսնալուծության պլանավորումը չէ։ Ինչպես թյուրիմացաբար կարծում են շատերը եւ որտեղից գալիս է բացասական վերաբերմունքը, այլ ճիշտ հակառակը, ես միշտ նշում եմ ամուսնական պայմանագրի շնորհիվ դուք պահպանում եք, պաշտպանում եք ձեր աշխատավարձը, ձեր վաստակը, ձեր վաստակով ձեռք բերած անշարժ գույքը, շարժական գույքը, ձեր խնայողությունները, ձեր ավանդային հաշիվները, զուգընկերոջ, պարտատիրոջ, վարկային կամ ցանկացած այլ պարտավորության կատարման համար բռնագանձման վտանգից եւ
Ես հիշում եմ մի քանի ամիս առաջ ինձ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող աղջիկ էր դիմել խորհրդատվության, ով պատրաստվում էր ամուսնանալ, եթե ճիշտ եմ հիշում, ֆրանսիացու հետ, եւ շատ վիրավորված ձևով ասում էր, որ ինքը չէր սպասում նման բան իր զուգընկերոջից, որ նման փաստի առաջ կկանգնեցնի եւ ուղարկել էր արդեն պատրաստի ամուսնական պայմանագրի տիպային օրինակը, խնդրել որպեսզի քննարկեն կետերը եւ մինչեւ ամուսնության գրանցումը կնքեն ամուսնական պայմանագիրը եւ շատ վիրավորված էր, այսպես թվում էր, թե ինչ որ չի վստահում իրեն ամուսին, բայց իրականում դա հատկապես այն դեպքում, երբ ամուսնացողները տարբեր երկրի քաղաքացիներ են, կարևոր է ու անհրաժեշտ։ Հետևաբար ամուսնական պայմանագիրը առաջին հերթին։ Երկրորդ հերթին պետք է իմանալ, որ ամուսնությունը երբ գրանցվում է երկրից դուրս, Հայաստանի Հանրապետությունից դուրս, դա ավտոմատ կերպով երբեք չի արտացոլվում Հայաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում ու դա առանձին լրացուցիչ պետք է ներկայացնել եւ խնդրել, որպեսզի գրանցվի։ Այլապես կներեք նույնն նաեւ հակառակ չէ, թե Հայաստանի Հանրապետությունը գրանցվել։ Այո, պետք է ներկայացնել թարգմանված, ապոստիլարված, լիցենզավորված թարգմանչի կողմից թարգմանված տարբերակը եւ խնդրել, որպեսզի գրանցամատյանում դա երևա, որովհետեւ երբ օրինակ գրանցում են իրենց ամուսնությունը դրսում, հետո Հայաստանից վերցնում ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք, զարմանում են, որ այստեղ իրենք փաստորեն ամուսնացած չեն։ Տեղեկանքը այդպես է գալիս։ Հետևաբար ճանաչվում է, բնականաբար Հայաստանից դուրս գրանցված ամուսնությունները Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է եւ ճիշտ ապոստիլարված ու թարգմանված ձևով գրանցումներ անելուց հետո այստեղ նույնպես գրանցվում է։ Դա կարևոր է ինչի համար, եթե հետագայում ցանկանան օրինակ զույգերը ամուսնալուծվել, պարտադիր պիտի գրանցամատյանում լինի, այնուհետև ամուսնալուծվեն։ Կամ օրինակ ժառանգական հարցերի հետ կապված, եթե կան գույքեր ու պետք է ներկայացնել ամուսնության վկայական, դարձյալ պետք է այստեղ առանձնահատուկ դա գրանցվի։ Կարևոր է նաև անունների, ազգանունների փոփոխությունները, եթե ցանկանում են անձնագրային օրինակ փոփոխություններ կատարել, նույնպես Այնպես որ ես խորհուրդ եմ տալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, եթե գրանցել են իրենց ամուսնությունները դրսում ու շարունակում են իրենց կապը պահել նաև երկրի հետ, այստեղ ունեն անշարժ գույք, հետագայում ժառանգության եւ այլնի հարցերի հետ կապված անպայման գրանցել նաև Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում, որովհետեւ երբ արդեն կա խնդիր, սա լրացուցիչ ժամանակ է ձգում, փաստաթղթաշրջանառություն եւ այլն է առաջացնում։ Ամուսնական պայմանագրի հետ կապված, որ խոսեցիք, հետաքրքիր է, եթե գրանցվել է, կնքվել է Գերմանիայում, օրինակ Գերմանիայում, տարածվում է Հայաստանի Հանրապետությունում, թե դա արդեն կախված է պայմանագրում, ոնց է գրված պայմանները։ Ամուսնական պայմանագրերը կնքվում են այն երկրի օրենսդրությանը համապատասխան, որտեղ կնքվում են, բայց երբ ամուսնական պայմանագիրը կնքվում է, զույգերը կարող են միասին որոշել, թե որ երկրի օրենսդրությունն է կիրառելի իրենց դեպքում։ Եթե օրինակ կնքվել է Գերմանիայում կամ ցանկացած այլ եվրոպական երկրում ամուսնական պայմանագիր իրենց օրենսդրությանը համապատասխան, Հայաստանի Հանրապետությունը այդ ամուսնական պայմանագիրը դարձյալ ապոստիլանելուց եւ թարգմանելուց հետո ընդունում ու ճանաչում է, բայց կիրառման շրջանակները արդեն կարող են տարբեր լինել, որովհետեւ եթե օրինակ նախատեսվել է մի բան ամուսնական պայմանագրով, որը նախատեսված չէ Հայաստանի կամ բացառված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ապա այդ մասով, միայն այդ մասով ինքը կիրառելի չէ։ Այստեղ մենք խնդիր ունենք ոչ թե ամբողջ ամուսնական պայմանագրի անվավերության հետ, այլ միայն կոնկրետ կետերի։ Եվ նույնն էլ կտակների պարագայում, եթե այսպես ընտանեկան ընդհանուր գործերի մասին խոսենք, նաև կտակների պարագայում, եթե կազմվում է կտակ երկրից դուրս Եվ կտակում նշված են այնպիսի կետեր, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված չեն, հակասում են, բացառվում են եւ այլն, ապա այդ մասով դրանք ընդունելի չեն։ Օրինակ, նույնն էլ ամուսնալուծությունների դեպքում, եթե օրինակ ամուսնությունը գրանցվել է արտերկրում, բայց ցանկանում են ամուսնալուծվել Հայաստանի Հանրապետությունում, ու եթե Հայաստանի Հանրապետությունում ամուսնալուծության կարգ կա սահմանված, որ օրինակ պետք է նախապես դիմել հաշտարարին, այնուհետև գնալ դատարան, ուրեմն ամուսնալուծությունը կատարվում է այս երկրի այս կոնկրետ երկրի գործող օրենսդրությանը համապատասխան։ Գերմանիայում օրինակ ամուսնալուծությունները պարտադիր կատարվում են դատարանի միջոցով, այսինքն այնտեղ ուղղակի մոտենալ հաշտարարին կամ հաշտարարության ինստիտուտը կա, բայց մոտենալ հաշտարարին եւ հետո համատեղ համաձայնությամբ ուղղակի գրանցել ամուսնալուծությունը պետական մարմնում, այս տարբերակը չի աշխատում։ Այսինքն յուրաքանչյուր դեպքում, օրինակ, եթե ուզում են ամուսնալուծվել Հայաստանի եւ Գերմանիայի քաղաքացիություն ունեցող
զույգը պետք է հասկանալ, որ տարբերակն է ավելի քիչ ժամանակատար, որ տարբերակն է ավելի քիչ ծախսատար, որ տարբերակն է ավելի մատչելի, ավելի հեշտ կամ ավելի արագ։ Սա արդեն մասնագիտական ուղղորդման հարց է ու մասնագետը երկու իրավական համակարգերի ծանոթ լինելով արդեն կտրամադրի ճիշտ ուղեկցումն ու խորհուրդը։ Իսկ համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը ոնց է կարգավորվում, էլի պայմանագրով, թե ոնց է պայմանագրում, ինչպես է նշվում, որ եթե համատեղ ամուսնության ընթացքում ձեռք են բերել գույք, ուրեմն դա պատկանում է երկուսին, օրինակ Հայաստանի Հանրապետության տարածքում այդպես է։ Գերմանիայում նույն ձևը թե պայմանագրով այլ ձև կարող են նախատեսել։ Գերմանիայում ամուսնական պայմանագրի հետ գույքի հետ կապված կոնկրետ կարող են սահմանել ամենատարբեր ձևակերպումները տալ եւ յուրաքանչյուրի վաստակով ձեռք բերածին եւ կոնկրետ գույքը պատկանում է երկուսին, իսկ կոնկրետ այս տեսագույքը պատկանում յուրաքանչյուրին, բայց կարեւոր է նորից նույն բանին ենք գալիս, եթե կա գույք, որը Հայաստանի Հանրապետությունում է գտնվում, կոնկրետ այդ մասով կարող են սահմանել մեկ այլ բան, որ եթե գույքը Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված է եւ ՀՀ քաղաքացու վաստակով ձեռք բերված է, դա պատկանում է միայն իրեն կամ պատկանում է երկուսին էլ, բաժանման դեպքում SSS տարբերակով է տեղի ունենում, բայց բոլոր ձևակերպումները եւ բոլոր սահմանումները, որ տրված են, դրանք պետք է ընդունելի լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության համար պարտադիր։ Ենթադրություններով սխալ տեղ գնալը գալիս է նաեւ դրանից, երբ քաղաքացի մտածում են, որ եթե օրինակ Գերմանիայում մենք ընկել ենք ամուսնական պայմանագիր կոնկրետ ձևակերպումներով, ուրեմն նույն կերպով նույն ձևակերպումները կաշխատեն նաև Հայաստանում։ Իդեպ սրա հետ կապված մի բան էլ նշեմ, ենթադրությունների լիազորագրերի կազման հետ կապված, սա շատ տարածված սխալ է, հատկապես Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր հայրենակիցների շրջանում, երբ լիազորագիր են ուղարկում Հայաստանի Հանրապետությունում կոնկրետ գործարքի կատարման համար, օրինակ գույքի արքուվաճառքի կամ մեքենայի արքուվաճառքի համար եւ ուղարկում են իրենց կարծիքով խորամանկություն ուրիշ գործի համար եւ ուղարկում են ոչ եւ ուղարկում են գեներալնայա դավիրանեստ կարծելով որ իրենք միանգամից ապահովեցին ցանկացած գործարք դրանով կլինի Հայաստանի Հանրապետությունում այդ տեսակ լիազորագրերը ընդունելի չեն եւ այսպես մեծ զարմանքով է դա ընկալվում որ մենք Ռուսաստանում եթե կա լիազորագրի այդ տարբերակը այդ ձևը ընդունելի է եւ նոտարը վավերացրել է դա եւ մենք ուղարկել ենք Հայաստանի Հանրապետություն, ինչպես թե դա չի ընդունվում։ Այնպես որ շատ կարևոր է կոնկրետ ուսումնասիրել կոնկրետ երկրի օրենսդրությունը եւ կազմել փաստաթղթերը կոնկրետ երկրի օրենսդրությանը համապատասխան։ Լիազորագրեր կան, որ նույնիսկ մի բանկը, մի բանկի նման լիազորագիր չի ընդունում, այսինքն յուրաքանչյուր բանկ ունեն իրենց այո, իր լիազորագրի տիպային օրինակը։ Այստեղ մասնագիտական այդքան խնդիր չէ անգամ, իրավաբանի աշխատանքի հարց չկա։ Ես միշտ խորհուրդ եմ տալիս, եթե ցանկանում եք գումար խնայել կամ ցանկացած այլ պատճառներով չեք ցանկանում դիմել մասնագետի իրավաբանի, դուք միշտ լիազորագիրը վերցրեք այն կառույցից, որտեղ պետքա ընդունվի գործարք։ Այո, որտեղ պետքա դիմեք, այդտեղից վերցրեք լիազորագրի օրինակը, որովհետև եւ անպայման եւս մեկ ժամանակակից խնդիր մի օգտագործեք արհեստական բանականությունը լիազորագրեր կազմելու, տարատեսակ ոչ միայն լիազորագրեր, ցանկացած իրավական բնույթի փաստաթուղթ կազմելու համար մի օգտագործեք ChatGPT-ին, արհեստական բանականությունը, որովհետև կարևոր է ճիշտ հրահանգ տալը։ Մենք անցած տարի դեպք ունեցանք, երբ ժառանգատուն մահացել էր Հայաստանում, ուներ ժառանգ Հայաստանում, ով փաստացի տիրապետում էր գույքին եւ փաստացի տիրապետման հիմքով դիմել էր այստեղ նոտարական գրասենյակ ժառանգություն ընդունելու համար։ Նոտարը պահանջել էր, որպեսզի արտերկրում գտնվող ժառանգը ուղարկի հրաժարման տեղեկանքը, հրաժարման հայտարարությունը, որպեսզի մյուս ժառանգը այստեղ ստանար իր վկայագիրը եւ կատարեր կադաստրային ձևակերպումները։ Կենցաղային ձևով, խոսակցական ձևով ժառանգը զանգահարում է արտերկրում բնակվող ժառանգին եւ խնդրում ուղարկել ժառանգության գործով թուղթ, որպեսզի ինքը կարողանա կատարել ձևակերպումները ավարտին հասցնել ժառանգության գործը։ Նույն ձևով հրահանգ էր տրվել արհեստական բանականությանը, որ խնդրում եմ կազմիր ժառանգության գործով թուղթ, որպեսզի կատարվեն համապատասխան ձևակերպումները։ Արհեստական բանականությունը կազմել էր ժառանգության ընդունման համար լիազորագիր։ Սա դեռ բավական չէ, տրվել էր երկրորդ հրահանգը, խնդրում եմ թարգմանիր դա ֆրանսերեն։ Արհեստական բանականությունը դա թարգմանել էր ֆրանսերեն, մարդիկ շատ վստահ
հանգիստ գնացել ներկայացրել էին դա նոտարական գրասենյակ, հաստատել, ապոստիլ արել, ուղարկել, թարգմանել, արդյունքում նոտարը բնականաբար դա չէր ընդունել, որովհետև փաստացի տիրապետման հիմքեր չկային, այնտեղ արդեն ժառանգը ընդունել էր, ընդհանրապես պետք էր հրաժարման տեղեկանք։ Այսինքն այս ամբողջ պատմությունից ինչ ենք հասկանում, որ կարևոր են տերմինները, կարևոր են ճիշտ վերտառությունները, փաստաթղթերի անունները ու նմանատիպ դեպքերից խուսափելու համար, եւ ես ներգրավեցի գործին հենց այս փուլում, երբ կար արդեն խնդիր ու պետք է արվեր այսպես թե այնպես այդ կրկնակի ծախսը, այսինքն նորից Ֆրանսիայում նոտարական ծախս, նորից ապոստիլ, նորից փաստաթղթի այստեղ ուղարկելու ծախս, թարգմանելու ծախս, հետեւաբար ավելի լավ է ժամանակին կատարել մեկ ժամանակ խորհրդատվություն կամ գոնե նոտարական գրասենյակից վերցնել ճիշտ տիպային օրինակը, կոնկրետ այն նոտարից ու մոտ վարվում է ժառանգության գործը, որովհետև անգամ տարբեր նոտարական գրասենյակներ ունեն իրենց տարբեր տիպային նմուշները, մեկ բառի տառի տարբերությամբ իրենց համար ընդունելի կամ անընդունելի է։ Նույնիսկ ստորագրությունը նախատեսության մեջ իմաստն է փոխում։ Այո, Չիմաստն է խոսքը ամբողջ տերմինոլոգիան։ Այո։ Պետք է իրականում նմանատիպ գործերում պետք է դիմել մասնագետի, շատ ես էլ եմ հանդիպել իմ պրակտիկայում, որ դիմել են արհեստական բանականությանը ու այնպիսի թարգմանություններով ու այնպիսի նախատեսությունը այնպիսի ձևով է շարահյուսական ձևով կազմվել, որ անհասկանալի է եղել ու դա չի կարող օրինակ պայմանագրի մեջ որպես էական պայման, օրինակ ասեմ, նշվի։ Այո, բացի այդ տարբեր են նաև նոտարական համակարգերը դրսում, օրինակ եվրոպական երկրներում դու կարող ես մոտենալ նոտարական գրասենյակ եւ քո ձեռագրով պարզապես թղթի վրա գրել լիազորագիր, ինչ որ մի բան, նոտարը այնտեղ պարզապես չի համապատասխանեցնում, դա չի ստուգում օրենսդրությանը համապատասխանությունը կամ որևէ այլ բան, ինքը ընդամենը կատարում է քո ինքնության հաստատումը, որ այն փաստաթուղթը, որը գրված է այսինչ անձի կողմից, իսկապես գրված է իր կամքով, այսինչ անի կողմից, այսինչ տվյալներով եւ այլն։ Լինում են նաեւ այդպիսի դեպքեր, երբ մարդիկ մոտենում են նոտարական գրասենյակ, իրենց ձեռագրով գրում, որ օրինակ լիազորում են, այսինչ անին ընդունել իրենց անունից ժառանգությունը, վերջակետ, օքեյ, ուղարկեցին այստեղ նոտարը ընդունեց ժառանգության դիմումը, սկսեց գործընթացը, ժառանգության վկայագիրը չի տրամադրում, որովհետև ժառանգության վկայագիր ստանալու կամ կադաստր մուտքագրելու վերաբերյալ հստակ լիազորություն տրված չէ լիազորագրով։ Նորից առաջանում է նույն խնդիրը, նույն կրկնակի ծախսը եւ նույն շղթայով առաջանում, հա։ Ժառանգության հետ կապված ինձ օրինակ հետաքրքիր է Գերմանիայում նույն ժամանակահատվածն է, ինչ որ Հայաստանում, օրինակ 6 ամսվա ժամանակահատվածում պետք է ընդունեն տվյալ ժառանգությունը, թե մի փոքր այլ է։ Ժառանգությունների հետ կապված ես միջազգային ժառանգություններին ենք եթե անդրադառնում երկույթը տարբեր։ Ես կուզեմ շատ կարևոր մի բանի անդրադառնալ, որ դա էլ է թյուրըմբռնման տեղիք տալիս։ Նախ, եթե ժառանգատուն մահացել է արտերկրում, օրինակ, բայց գույք ունի նաև Հայաստանում, ժառանգները մոտենում են արտերկրում նոտարական գրասենյակ, ընդունում են իրենց ժառանգությունը ժամկետի մեջ եւ կարծում, որ տվյալ ժառանգության վկայագիրը պետք է ուղարկեն Հայաստանի Հանրապետություն ու դա միանգամից ստանա իր պետական գրանցումը, այդպես չէ։ Ժառանգության գործերը յուրաքանչյուր երկրում ժառանգության վկայագիր տրամադրվում է տվյալ երկրի նոտարի կողմից, այսինքն եթե քաղաքացին մահացել է, ժառանգատուն մահացել է դրսում, ունի այստեղ գույք, ապա պարտադիր այստեղ եւս պետք է դիմել նոտարական գրասենյակ, ստանալ ժառանգության իրավունքի վկայագիր հայ նոտարի կողմից եւ ներկայացնել կադաստր։ Միայն այդ դեպքում կադաստրը կկատարի ձևակերպումը եւ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը ու կտրամադրի սեփականության վկայականը։ Սա ամենատարածված սխալն է, որ անում են։ Կտակների պարագայում նույնն է, կտակների դեպքում կախված իրավիճակից կարող է կամ կազմվել կտակ, որում ներառվեն բոլոր գույքերը, բոլոր երկրներում արկա գույքերը, շարժական գույքեր, անշարժ գույքեր, բաժնետոմսեր, արժեթղթեր, դրամական միջոցներ եւ այլն, կամ դեպքից եւ երկրից կախված գուցե ավելի ճիշտ կլինի յուրաքանչյուր երկրի համար կազմել առանձին կտակներ, իրար չհակասող բնականաբար, օրինակ Հայաստանի դեսպանատուն մոտենալ կազմել
Հայաստանում արկա գույքերի վերաբերյալ կտակ առանձին, իսկ մնացածը թողնել ժառանգներին արդեն տվյալ երկրում, եթե որևէ խնդիր չկա։ Սրանք եւս կարևոր հարցեր են, որոնց պետք է մի փոքր լուրջ մոտենալ ու միշտ ավելի կարևոր է բարդ միջազգային ժառանգական գործերում նախապես ամենը լուծել, որովհետև երբ արդեն կա վեճերից խուսափելու համար, քանի որ երբ որ առաջանում են վեճեր ու դատական խնդիրներ, այստեղ երկու երկրների իրավական համակարգերի միջև բախում է առաջանում, գործը շատ ավելի բարդանում է, միշտ ավելի լավ է նախապես կատարել գույքի բաժանումը, տեղեկացնել այդ մասին ժառանգներին, դա կլինի կտակի ձևով, թե նախապես կամքի արտահայտում անելով, որպեսզի հետագայում ավելի բարդ եւ ծախսատար ու ժամանակատար խնդիրների առջև չկանգնեն ժառանգները։ Ժառանգության հետ կապված խնդիրները, ինչպես հասկացա, տարբերվում է Հայաստանի Հանրապետության թե պրակտիկայում ինչպես է այն լինում եւ թե նաեւ օրենսդրական նորմերով, ժառանգությունից հետո նաեւ կուզենամ խոսենք ворտեգրման դեպքերին, որովհետեւ դուք նշեցիք, որ շատ եք հանդիպել նմանատիպ դեպքերի եւ շատ դեպքերում հենց այդ դեպքերը իրենց մեջ պարունակել են որոշակի խնդիրներ։ Ворտեգրումների հետ կապված ժառանգություններից հետո երևի թե ամենաբարդ գործերը դրանք միջազգային ворթեգրման գործերն են տարբեր երկրների քաղաքացիների միջև, այստեղ կարևոր է հասկանալ մի կայուն սկզբունք, որ առաջինը երեխայի շահն է եւ կարևորը առաջնային տեղում երեխայի քաղաքացիության երկրի իրավունքն է, այսինքն ворթեգրման process-ը, կոնկրետ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների դեպքում ворթեգրումը, թույլտվությունը, դատական process-ը եւ այլն անպայման կատարվում են Հայաստանի Հանրապետությունում, բայց չպետք է մոռանալ ու շատ կարևոր է նաև ворթեգրող երկրի իրավունքը, որովհետև ворթեգրումը պիտի ճանաչելի լինի այդ երկրում եւ պիտի լուծվեն նաև տվյալ երկրում երեխայի կացության, քաղաքացիության հետ կապված հարցերը։ Միջազգային ворթեգրումները շատ երկար են տևում ու բավականին ժամանակատար process-ներ են իրենցից ենթադրում ու պետական մակարդակով են իրականացվում։ Ու շատ կարևոր է, որպեսզի ճիշտ ձևով բոլոր այսպես շղթայի օղակները անցնելով գնան, որովհետև ես օրինակ բերեմ, երբ փորձել են ժամանակ խնայել կամ միգուցե չիմացության հետևանքով չեմ կարող ասել, ամեն դեպքում Ֆրանսիայի քաղաքացին ворթեգրել էր երեխա Հայաստանի Հանրապետությունում, այստեղ մեր իրավական դատական համակարգի միջոցով օրենսդրությանը համապատասխան կարծես թե, բայց ինչ էր տեղի ունեցել։ Կոնկրետ Ֆրանսիայի դեպքում Ֆրանսիան պետք է տրամադրի պաշտոնական թույլտվություն, որպեսզի իր քաղաքացին ворթեգրի օտարերկրյա քաղաքացի երեխա։ Եվ եթե չի տրամադրել այդ պաշտոնական թույլտվությունը, ապա շատ մեծ հավանականությամբ հետագայում չի ճանաչի այդ ворթեգրումը, երեխան կմնա անորոշ կարգավիճակում, չի ունենա այնտեղ կացության ու քաղաքացիության խնդրի առաջ կկանգնի ու արդյունքում ինչ էր տեղի ունեցել, չէր տրամադրվել, իսկ ընդ որում նշեմ, որ բավականին խիստ ձևով է դա տրամադրվում Ֆրանսիայի կողմից ամեն Ինչի հետ է դա պայմանավորված, որ հետագայում քաղաքացիություն չստանալու հետ կապված։ Այո, եթե ворթեգրումը չի ճանաչվում, փաստացի դու երեխայի օրինական ներկայացուցիչը չես տվյալ երկրում եւ իր խնամակալը պաշտոնական չես, հետեւաբար երեխայի կարգավիճակը տվյալ երկրում արդեն անորոշ է դառնում ու այդ ընտանիքի իրավ անդամ չես։ Երբեմն մենք դիմել ենք ворթեգրման թույլտվության համար ու սպասել 7-8 ամիս առհասարակ տարեկան կտրվածքով Ֆրանսիան շատ սահմանափակ թվով դեպքերում է թույլ տալիս ворթեգրումը եւ բացի դրանից հետո արդեն մասնակցում են նաեւ պետական մարմինները եւ այնտեղից եւ այստեղից, այսինքն այստեղից թույլտվություններն են դատական համակարգը, բայց այնտեղից պետք է ներկայացվեն արդեն սոցիալական պայմանների վերաբերյալ տեղեկանքները, ֆինանսական նաեւ որոշակի հիվանդություններով չտառապելու վերաբերյալ տեղեկանքներ բավականին փաստաթղթաշատ process-ը եւ մասնակցում է եւ այնտեղի հոգաբարձության խնամակալության մարմինը, տրամադրում տեղեկանք, որ այո, իրենք եւ սոցիալապես եւ ֆինանսապես ի վիճակի են եւ իրենց բնակարանային պայմաններն են դա թույլ տալիս երեխա ворթեգրելու այս տարիքի եւ այլն, հետեւաբար կարևոր է որպեսզի ամեն ինչ կատարվի ճիշտ ձևով եւ միջազգային ворթեգրման գործերում երբեք չի կարելի փորձել ինչ-որ բան շրջանցել, ինչ-որ բան արագացնել, պետք է կատարել ճիշտ, անցնելով շղթայի բոլոր օղակներով։
Իսկ երբ որ որդեգրումը լինում է, հաստատվում է, միանգամից երեխան ստանում է քաղաքացիություն, թե ինչ որ երկար ժամանակ կախված երկրից իրավիճակները տարբեր են, կան երկրներ, որտեղ պետք է ներկայացնել որդեգրման վճիռը ճանաչման, ու դրանից հետո արդեն իրենից դա ենթադրում է քաղաքացիության եւ կացության կարգավիճակի ստացում, կան երկրներ, որ սա լրացուցիչ գործողություն է, այսինքն ստանալուց հետո որդեգրման վճիռը ճանաչելուց հետո լրացուցիչ քայլեր են կատարվում, լրացուցիչ դիմումներ են տրվում, որպեսզի տեղի ունենա երեխայի կացության ու քաղաքացիության հարցի լուծումը հիմք ընդունելով որդեգրման վճիռը։ Աննա ջան, մենք խոսեցինք կտակների մասին, կասեք օրինակ դրսում ընկված կտակները ինչքանով է գործում Հայաստանի Հանրապետությունում։ Դրսում կնքված կտակները, կազմված կտակները ամբողջությամբ ընդունելի են Հայաստանի Հանրապետությունում, եթե կազմվել են կնքվող երկրի օրենսդրությանը համապատասխան եւ դրանք ապոստիլով հաստատված են, թարգմանված են լիցենզավորված թարգմանչի կողմից, բայց այստեղ կարևոր է հասկանալ մի բան, որ ընդունելի են եւ կիրառելի են այնքանով, որքանով համապատասխանում են նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ինչու, որովհետեւ օրինակ անգլոսաքսոնական տիպի իրավական համակարգ ունեցող երկրներում, ինչպիսիք է օրինակ Մեծ Բրիտանիան, հնարավոր է կազմել պայմանով կտակ եւ հիմնականում սա արվում է այն դեպքերում, երբ այսպես ասած ընտանեկան գույքը, ժառանգական գույքը կարևոր պահպանելու համար, որպեսզի այն չվաճառվի, ինչ որ պատմական հողամասեր, գույքեր, տներ եւ այլն, բայց Հայաստանի Հանրապետությունում այս ձևակերպմամբ կտակի կազմումը ընդունելի չէ, այսինքն չեն կարող կազմել կտակ, ու նշել, որ այն չի վաճառվելու կամ որոշակի ժամանակով մենք զրկում ենք ազատ տնօրինելու իրավունքից եւ այլն։ Դրա համար կախված երկրների, որ երկրների միջև են բաժանվում ժառանգության գործը միջազգային, կարևոր է հասկանալ, միգուցե ավելի լավ է կազմել միայն մի երկրի համար կտակ, մյուս երկրի համար առանձին կտակ, որպեսզի տեղի չունենա շահերի բախում, որովհետեւ եթե Հայաստանի Հանրապետությունում նոտարը ընդունեց տվյալ կտակը եւ սկսեց ժառանգության գործընթացը, ապա այդ ձևակերպման մասով ինքը անվավեր է լինելու Հայաստանում։ Այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գույքի դեպքում դրիվ ուրիշ ձևով է կարգավորվում։ Այո, Հայաստանի Հանրապետությունում գտնվող գույքի պարագայում ժառանգման կտակի ձևակերպումների ամբողջ գործընթացը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, անկախ նրանից, թե տվյալ երկրում արդյոք օրենսդրությունը թույլ տվել է նման ձևակերպում անել, թե ոչ։ Այդ ձևակերպումները վերաբերելի են միայն այդ երկրի տարածքում գտնվող անշարժ գույքի համար։ Իրականում շատ հետաքրքիր տեղեկություններ, ես չգիտեի դրա մասին։ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում դա եւս գոյություն ունի։ ԱՄՆ-ում մարդիկ կարող են ստեղծել դա trust-ի ինստիտուտներ, հիմնովին ինքը տարբերվում է Հայաստանի Հանրապետության ընդունված տարբերակից։ Trust-ի ինստիտուտը, երբ մարդը իր գույքը փոխանցում է, այսպես ասած, trust-ին եւ ժառանգին տալիս է հնարավորություն միայն օգտվելու այդ գույքից, օգտագործելու այդ գույքը, բայց ոչ ազատ տնօրինելու, այսինքն գույքը ուղիղ ժառանգի սեփականության տակ չի անցնում, այլ միայն անցնում է նրա օգտագործման, որոշակի սահմանափակումներ, սակայն Հայաստանի Հանրապետությունում սեփականության փոխանցումը, ժառանգումը գույքի իրենից ենթադրում է օգտագործումը, տնօրինումը եւ ազատ տիրապետումը, այսինքն կազմել պայմանով կտակ նման կոշտ ձևակերպման, որ այն չի վաճառվելու, իրավական որևէ ուժ չունի։ Քանի որ խոսեցինք որդեգրումից, որ ասում եք, որ քաղաքացիություն է ձեռք բերում, դրանից անցում կատարենք մեկ այլ կարևոր խնդրի, երկքաղաքացիությանը, կասեք, թե ինչ խնդիրների եք դուք ձեր, այսպես ասած, աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպել։ Երկքաղաքացիության հետ կապված նախ նշեմ մի կարևոր փոփոխություն, որն արդեն այս տարվանից ուժի մեջ է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու, դադարեցնելու եւ քաղաքացիություն ստանալու դիմումները այլևս 2026 թվականի հունվարի 1-ից ընդունվելու են բացառապես on-line տարբերակով citizenship.am կայքի միջոցով եւ բոլոր այն մարդիկ, ովքեր արդեն դեսպանատներում ունեին գրանցված ժամեր, պիտի խնդրեմ, որպեսզի հորդորեմ, որպեսզի նախապես առցանց եղանակով
մուտքագրեն իրենց դիմումները եւ դուք անում եք այդպիսի գործ, իհարկե, եւ դիմեն դեսպանատուն միայն ներկայացնելու համար բնօրինակները, այլապես իրենց ամրագրված օրն ու ժամը այցի նպատակը կդառնա անիմաստ, այո։ Երկքաղաքացիությունների հետ կապված հարցերը, այո, շատ են, մարդիկ դա անցալում են իբրև երկրորդ վահան, երկրորդ քաղաքացիությունը, բայց իրականում պետք է հաշվի առնել նաև դրա բարդություններն ու հետևանքները։ են ավելանում։ Այո, նախորդ ամիս օրինակ գրանցվել էին խորհրդատվության զույգ, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամուսնացել էր Ավստրալիայի քաղաքացու հետ ու ամուսինը ցանկանում էր ամուսնության հիմքով ձեռք բերել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ իրենց հետաքրքրում էր արդյոք այստեղ առաջանալու է պարտականություն զինված ուժերում ծառայելու թե ոչ, որովհետեւ ամուսինը 26 տարեկան էր ամուսինը ու մենք խորհրդատվության արդյունքում հասկացանք, որ այս պահին դեռևս նպատակահարմար չէ ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, դիմել դրա համար, կարելի է մի փոքր սպասել, որպեսզի 27 տարեկանը լրանա, հետո նոր դիմեն։ Սրանք հարցեր են, որոնց պետք է ուշադրություն դարձնել ու նաև ուշադրություն դարձնել երկրորդ քաղաքացիություն ստանալու դեպքում արդյոք քո երկիրը, որտեղ առաջնային քաղաքացիություն ունես դու, արդյոք քո երկիրը ունի այդ նույն հարկային կրկնակի հարկման բացառման պայմանագիրը, թե չունի, որպեսզի դառնա ոչ թե բեռ, այլ իսկապես այդ երկրորդ վահանը տալով ավելի լայն հնարավորություններ։ Հա, իսկապես նրբություններ կան, որ պետք է իմանան, որովհետև շատ դեպքերում օրինակ ասեն, հա, կարելի է ունենալ երկքաղաքացիություն, մտածելով որ արտոնություններ ձեռք բերենք, օրինակ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամուսնանա եվրոպական որևէ երկրի քաղաքացու հետ, մտածելով որ կարող է Շենգեն գոտի ազատ ելք ու մուտք ունենալ, բայց չիմանալով որ հնարավոր է ինչ որ առաջանալ ուրիշ խնդիրներ առաջանալ։ Բացի այդ քաղաքացիությունից հրաժարման հետ կապված էլ կան թյուրըմբռնումներ, հաճախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ երբ պիտի դադարեցնեն իրենց քաղաքացիությունը, քանի որ ընդունում են այնպիսի երկրի քաղաքացիություն, որը չի ընդունում երկքաղաքացիությունը, հարցնում են միգուցե մենք կորցնենք մեր ժառանգելու իրավունքը, իսկ միգուցե մենք ունենք սեփականությամբ մեզ պատկանող գույք, դա ենք կորցնում։ Ես ուզում եմ նշել, որ քաղաքացիությունը սեփականության իրավունքի հետ կապված որևէ կապ չունի ու քաղաքացիությունից հրաժարումը չի ենթադրում սեփականության իրավունքից հրաժարում, բացառությամբ մի դեպքի գյուղնշանակության հողերի։ Եթե գյուղնշանակության հող եք ստացել նվեր կամ ստացել ժառանգաբար, ապա միայն այդ դեպքում դուք պարտավոր եք 1 տարվա ընթացքում օտարել այդ գույքը։ Բացառապես գյուղնշանակության հողերին է սա վերաբերում, մյուս դեպքերում ձեր անշարժ գույքը, շարժական գույքը, ավանդներ եւ այլն քաղաքացիության մասնակից լինելն էլ ոչ մի։ Այո, ոչ որևէ խնդիր դա չի առաջացնում։ Աննա ջան, շատ հետաքրքիր էր իսկապես, որովհետև ես իմացա, կարելի ասել շատ հետաքրքիր տեղեկություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների մասին, եթե նրանք բնակվում են այլ երկրում։ Շնորհակալություն արդյունավետ քննարկման համար, հուսով եմ օգտակար կլինենք այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր որ բնակվում են օտարերկրյա տարածքում եւ ունեն իրավական խնդիրներ։ Ես եմ շնորհակալ։